Սիվիլնեթը շարունակում է ուղիղ եթերում աշխատանք հետևելով ընտրությունների ընթացքին եւ այս պահին ես հյուրընկալել եմ անկախ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանին։ Բարև ձեզ։ Ողջույն։ Պարոն Իոնիսյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար եւ այսպես ժամը 14-ի դրությամբ ընտրությունների մասնակիցների թիվը արդեն ամփոփված է։ Եթե համեմատենք 2021 թվականի հետ, ապա մոտավորապես 150,000 մարդ հենց ընտրողավել է մասնակցել։ Դա մոտավորապես, եթե չեմ սխալվում, եթե թիվը թվի հետ ենք համեմատում 20%-ից ավել է, բայց եթե այսպես եթե համեմատում ենք ընդհանուր մասնակիցների թվի հետ, ապա 33-34% արդեն մասնակցություն կա եւ ելի բարձր է 2021 թվականի հետ, երբ որ 26-27% էր մոտավորապես։ Այս բարձր ցուցանիշը, եթե դուք քանի որ դիտարկում եք ամենամեծ դիտորդական առաքելություն եք ներկայացնում, բարձր ցուցանիշը ինչով է պայմանավորված, ինչ են ասում ձեր դիտորդները, խոսքը իսկապես նրա մասին է, որ այս ընթացքում արված, այսպես ասած, արշավը նաև որ ուղղված էր մարդկանց, որ գնացեք եւ ակտիվորեն մասնակցեք, դա է արդյունք տալիս, թե այլ մոտիվներ եւս կան։ Շնորհակալ եմ հրավերի համար, գիտեք իրականում կարևոր հարց է, որը տրիվիալ հարց չի եւ ես չունեմ sense պատրաստի պատասխան այս պահին, որովհետեւ դա 3 մեր համար մեզ ակնհայտ է, որ դա մի քանի հանգամանքների հանրագումար է։ Թե այդ հանգամանքներից որը ինչքան մասնակցություն ունի դրանում, դա տարբեր ոչ անուղակի ձևերով պետք է հաշվենք։ Հանգամանքները հետեւյալն են. 21 թվականի համեմատ ավելի շատ անտրական туриզմը, մարդիկ իրանց կամքով են գալիս, մարդիկ պարտադրանքով են գալիս, մարդիկ ընտրակաշարքով են գալիս, այդ երկրորդ հարցն է։ Բայց մարդիկ գալիս են քվեարկելու։ Այդ երևույթը հաստատ երևի ոչ մեկ չի վիճարկի որ կա։ Երկրորդը դա էապես ավելի շատ ընտրակաշարքը։ 21 թվականին ընտրակաշարքը էապես ավելի քիչ էր։ Բացահայտումների դեպքերը շատ ավելի շատ են, բայց դա նաև պայմանավորված իրավապահների ավելի էֆեկտիվ աշխատանքով, բայց ինքնին երևույթ ընտրակաշարքի ամեն դեպքում 21 թվից էապես ավելի շատ է։ Եվ նաև մարդկանց նախընկալումը, որ իրանց քվեից ինչ որ բանա կախված ավելի շատ է, ապացիան ավելի քիչ է, 21 թիվը հետ պատերազմյան բան, տենց որ։ Եվ նաև այս ընթացքում բավական ուժեղ քարոզեր իրականացվում գնացեք եւ եղել է ամենա 21 թվի քարոզարշավը եղել է 10 քանի օր ընդհանրապես 14, 13 2 շաբաթ։ Հիմա մենք ունեցել ենք մի ամիս քարոզարշավ։ Հերթական ընտրություններ են։ Մենք ունեցել ենք կուսակցություններ, որոնք քարոզարշավը սկսել են մինիմում անցած տարի։ Այո։ Ընդ որում միանգամից ասում եմ, այդտեղ ապօրինի բան չկա, եթե դա օրինական ֆինանսական աղբյուրներից է արվում, եթե դա արվում է կուսակցությունների բյուջեից, դա վատ չի, դա նորմալ է, որ կուսակցությունը շուտ է մտածում իր քվեների մասին։ Եվ սա թե լեգալ, թե իլեգալ ծախսված միջոցներով ամենաբարձր, ամենաթանկ քարոզարշավն ա եղել Հայաստանի պատմության մեջ։ Ինձ թվում է, եթե ես հիմա ասեմ, որ ես քարոզարշավին ծախսվել է ավելի շատ փող, թե լեգալ, թե իլեգալ, քան բոլոր նախորդ ընտրություններին միասին վերցված, երևի թե սխալված չեմ լինի։ Ամեն դեպքում դրանք համեմատելի թվեր են։ Բոլոր նախորդ ընտրությունները 90 թվականից ի վեր տարիներին ծախսված գումարներով, այսպես ասած։ Հանրապետական կուսակցության տարիներին ընտրակաշարքը 10,000 դրամ էր։ Հիմա տեսնում եք, չէ՞։ Հետո 10։ Հա, 5-ը հետո 10, հիմա տեսնում եք, չէ՞, ինչ թվեր են դառել։ Հասկացա։ Այն ժամանակ լեգալ մասը քարոզարշավի կամ երևացող մասը շատ ավելի քիչ էր։ Հա, 28 օրով վերցնում են մի քանի հատ բիլբորդ, հեռուստագովաց, չգիտեմ, բան ծախսում մի քանի 100 միլիոն դրամ։ Իսկ հիմա միլիարդների է ծախսվում։ Հասկանալի է։ Շատ ավելի մեծ գումարներ են եւ դա եւս ընտրողների մոբիլիզացիայի վրա ազդում է, որտեղ ամեն մեկ քարոզարշավ հասնում է իր պոտենցիալ էլեկտորատին։ Շատ լավ, երբ որ նայում ենք ներողություն, մենք ինչ որ առումով պետքա վիճակագրական ուսումնասիրություն անենք, տարբեր երևույթներ անենք եւ դա հնարավորություն կունենանք անել մի քիչ ուշ, երբ որ արդեն ավելի ուշ ժամերի պատկեր ավելի որպեսզի հասկանանք երևույթները, որովհետեւ ամեն դեպքում մարդկանց պահվածքաբանական հարցել կա, էլի։ Երբ որ Երևանում առավոտ ժամը 8:30-9-ին տեղամասում հերթ է լինում, դա պետքա բացատրվի։ Եթե դա չունի բնական բացատրություն, տեսեք, գյուղերում նորմալ է առավոտյան ժամի հերթը։ Մարդիկ գալիս են առավոտյան իրանց քվեարկեն, որ գնան, չգիտեմ, իրանց արտերը գնան իրանց գործերով։ Երևանում կներեք, մարդիկ քնում են առավոտյան։ Եթե առավոտյան 8:30 տեղամասում հերթ է, դա
չունի ինչ որ նորմալ բացատրություն, բնական բացատրություն։ Եթե չունի նորմալ բացատրություն, ապա գալիս ենք այն եզրահանգման, որ դա ենթարկեցված էլեկտորատ է, որտեղ երբ որ կա ենթարկեցված էլեկտորատ, ենթարկեցնողները այդ ենթարկեցված էլեկտորատին կապ չունի, ընտրակաշարքով են ենթարկեցրել վարչական ռեսուրսով, չգիտեմ, գործատուն ենթականերին կապ չունի։ Առավոտ շուտն են ստիպում, որ գան քվեարկեն, որպեսզի շատ ժամանակ ունենան միջև տեղամասի փակումը, որ տենան ով եկավ, ով չեկավ, չեկողներին վերման ենթարկեն, կոպիտ ասած տեղամաս, այո։ Հասկանալի է, բայց այնուամենայնիվ, երբ որ դուք այսօր դիտարկում եք նաև ունեցաք, որ կարճ բրիֆինգ դրա մասին, թե ինչ խախտումներ են, այսպես ասած, հայտնաբերվել մինչև այս պահը, նշեցիք ամենակարևորներից մեկը ծրարների թափանցիկությունը։ Արդյոք դա մասսայական բնույթ է գրում, որովհետև ինքս էլ որպես լրագրող մի քանի տեղից լսել եմ դրա այդ խնդիրը, արդյոք դա մասսայական բնույթ է գրում եւ սա ինչ խնդիր է ստեղծում։ Տեսեք, մենք տեսել ենք, որ կա երկու տեսակի ծրար, ենթադրում ենք, ԿՀ-ից դեռ բացատրություններ չունենք, թե գրություններ ուղարկել ենք, մասով հանցագործության մասն հաղորդում ենք ուղարկել, որովհետև առերևույթ մենք տեսնում ենք կա երկու տեսակի ծրար եւ մեր դիտորդները արդեն խնդրել ենք տեղամասերից վերցրել են, ու սենց ակնհայտորեն տարբերվում են, էլի տպագրական բան առումով, ինչ որ մի քիչ տարբեր են, շատ բաներ է տարբեր, էլի։ Հիմա այս մի ծրարի մեջ քվեաթերթիկ կա։ Հիմա ստեղ օրինակ այս լուսավորության տակ չի երևում թե մեջ ինչ քվեաթերթիկ է։ Սենց չեմ ցույց տա, որ չստացվի քարոզչությունը, որտեղ ինչ որ կոնկրետ կուսակցության քվեաթերթիկ է։ Հիմա մյուս ծրարի մեջ դնեմ։ Մեծ հաշվով մյուս ծրարի մեջ էլ չի երևում, բայց եթե մենք լույսերի հետ խաղանք, այս ստուդիանի լույսերը ինչ որ սենց դնենք, նենց դնենք, արևի լույսը սենց լինի, կամերան սենց լինի, կան իրավիճակներ, որ այս ծրարներից ինչ որ մեկով, արդեն չեմ հիշում այս երկուսից որ մեկով, թափանցել։ Կարող է սենց նշմարվի այդ մեծ թիվը որ գրված է, թիվը մեծ է, էլի գրված։ Երևա արդյոք սա խնդիր է, իհարկե սա խնդիր է, ու կենտրոնական տրական հանձնաժողովից պետք է այս առումով բացատրություններ պահանջել։ Այս վերջերս գիտեք միշտ Հայաստանում ընտրությունները կազմակերպչական առումով լավ են եղել։ Նույնիսկ այն ժամանակները, երբ որ որակի առումով ընտրությունները ահավոր էին, կազմակերպվածության առումով լավ կազմակերպված են։ ԵՀԿ ԺՄԻԳ դիտորդները միշտ քանի որ ինչ որ լավ բանի մասին էլ պետք է խոսային, այդ վատ ֆոնին ես հիշում եմ ձևը լավն էր, 13 թիվ, 15 թիվ, 17 թիվ, միշտ ասում էին well organized, էլի։ Հիմա այդ ոնց որ դե well organized-ը դες կորցնում ենք մանրից, որովհետև տեսնում ես ծրար ախր ոնց կարա եկել իսեն ծրար ինչ որ այդ խնդիրը։ Այդ խնդիրը, բայց նաև նենց չի որ տենց պրամը ծրարը էս բաժակի պես թափանցիկ է, էլի, տենց էլ չի։ Բայց այս առումով պետքա հասկանալ սիստեմատիկ խնդիրներից ուրիշը դա էլեկտրոնային գրանցման սարքերի հետ կապված խնդիրներն էր, որը որոշ տեղերում խոտաներ տպում բաներ թելեմիկում դրած էլեկտրոնային գրանցման սարքերը տպում է որ կտրոնը տպում են վրան գրված է թե այդ ընտրողը ցուցակում որ համարն է որպեսզի հետո ցուցակի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը շատ արագ գտնի Պրոցեսը արագացնելու համար է դա։ Շատ տեղամասերում սարքերը սխալ համար են տպում։ Սարքերում այդ ցուցակը Excel ֆայլը ինչ որ հերթականությունը խառնվել է իրար եւ սխալ համար է տպում։ Հիմա եւ դա ըստ էության լրացիչ անհարմարություն է առաջացրել եւ հերթերը դրանից ավելի ուժեղացել են իմիջայլուց։ Հերթերը դրանից կուտակումներ ընտրողների եւ այլն Տեղամասերից մեկում որոշել են, որը թիմքով 9:51-ում, այստեղ միջազգային կենտրոնում, որոշել են, որ պետք է դադարեցնեն process-ը եւ միջև 8:40 քվեարկություն չի եղել, 8:40 նոր վերսկս 8-ից 8:40 տենց ինչը խնդիր է, որտեղ եղել են ընտրողներ, որ եկել են ու տենց գնացել են, բայց այդ եւս մի հարց է, որը պետք է հասկանալ։ Նորից ընտրությունները դրանց տենց չի որ sense քանդվեցին կամ Այլանդի փոխարեն քվեարկությունը կանխող մեխանիզմները թուլացան, ու առհասարակ այդ մեխանիզմները Հայաստանում ամենաուժեղներից են աշխարհում։ Այդ թվում ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման շնորհիվ, բայց ամեն դեպքում այդ խնդիր է ու պետք է հասկանալ այդ ինչ խնդիր է եւ արդյոք դրան հարակից ինչ խնդիրներ են։ Մինչեւ այս պահը, մինչեւ մեր հարցազրույցի սկիզբը, հա, դուք ձեր դիտորդները ֆիքսել են օրինակ, չգիտեմ,
ընտրակաշարքի հետ կապված դեպքեր եւ վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր, երկուսն էլ փորձենք դիտարկել։ Դա նենց երևույթներ են, որոնք պիտի ֆիքսվեն երկարաժամկետ դիտորդների կողմից, ոչ թե քվեարկության օրը տեղամասում կամ տեղամասի մուտքի մոտ այն ժամանակները անցել էին, որ տեղամասի մուտքի մոտ մարդկանց փող էին բաժանում։ Գազելներով բերում։ Դա երկարաժամկետ դիտորդները դա տեսնում էին, երկարաժամկետ դիտորդները այդ երևույթները դիտարկում էին։ Մենք դրա մասին ահազանգեր ունեինք եւ ըստ էության հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները մեզ զարմացնում էին ոչ թե դեպքի եղելիության տեսանկյունից, այլ այն տեսանկյունից, որ տիպը մալացի բացահայտեցին։ Այդ առումով, թե չէ այն պատկերը, որը որ մենք ստանում էինք դիտորդներից եւ որը որ մենք նաեւ անուղակի տեսնում էինք սոցհարցումներով, դեպ սոցհարցումները ինչ որ պահի ապրիլ ամսից սկսած կան սոցհարցումներ հրապարակված չեն, որոնք քաղաքասարակության համար էին պատվիրվում, զուտ մեր պատկերացումների համար։ Այդ սոցհարցումներում ապրիլ ամսից սկսված աճում էր մարդկանց թիվը, որոնք հրաժարվում էին պատասխանել։ Ինչ որ կուսակցությունների թիվը աճում էր, ինչ որ կուսակցությունների թիվը նվազում էր, բան տենց չկողմնորոշվածները։ Վերջին հարցումը եւս դրա մասն էր, մոտավորապես 60 հրապարակված 60% հրաժարվել է պատասխանել։ Չկողմնորոշվածների թիվը ժամանակի ընթացքում պակասում էր, այսինքն ապրիլից մինչև հունիսի սկիզբ չկողմնորոշվածները դառնում էին կողմնորոշված, բայց այ հրաժարվողների թիվը աճում էր։ Եվ մենք ունենք մոտ 5%-անոց աճ հրաժարվողների թվի, որը հիմնվելով ուրիշ երկրների վրա ենթադրություն կա, որ այդ ընտրողներն են, որոնք այս կամ այն ապօրինի ազդեցության տակ են։ Լինի վարչական ռեսուրս, ընտրակաշարք։ Մեծ հաշվով մենք 3 երևույթ ենք դրա տակ ենթադրում. ընտրակաշարք, վարչական ռեսուրս եւ վերահսկման այլ մեխանիզմներ, ինչպիսին են գործատուի կողմից պարտադրանքը, չգիտեմ, այլ կախվածությունն օգտագործելով պարտադրանքը։ Այդ թիվը ճիշտ ասած մեզ մտահոգում էր, որովհետեւ եթե մենք խոսում ենք չափահաս բնակչության 5%-ի մասին, եթե ընտրություններին մասնակցում է օրինակ 50%-ը, մոտավոր եմ ասում, 5%-ը դրա 1/10 մասն է։ Այսինքն խոսքը մոտ 120,000 մարդու մասին է, եւ այդ 120,000 մարդը ոնց ասեմ, քվեարկության արդյունքների տեսանկյունից կարող է ազդել արդյունքների վրա 10%-ի հասնող բան է։ Ազդել ո՞րն է խմբակցություն կարես ազգային ժողովում տենց այդքան ժողովուրդ 6-7 հոկանոց խմբակցություն կարես։ Այդ բայց նորից այդ ամեն ինչը sense վերլուծության բանի ինչ որ sense արդյունք է, էլի, տենց ապացուցված թիվ չի, բայց մեր գնահատականն է նա, որ տենց ոչ այդքան ազատ էլեկտորատը այդ մոտ այդքանն է։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Դանիել Լեոնեսյանի հետ, առողջ եղեք։ Կհանդիպենք, շարունակեք հետևել Civilnet-ին։